ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասվում է. «Շնորհակալություն եմ հայտնում ձեր եւ նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը։ Որպես Միացյալ Նահանգների նախագահ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն եւ բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը։ Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին։ Կրկին շնորհակալություն ձեր շարունակական աջակցության համար», նշված է նամակում։ Վարդենիսում դժբախ պատահարի հետևանքով Պաշտպանության նախարարության սպա է մահացել։ Այս առնչությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնել են, որ դեկտեմբերի 7-ին ժամը 13:56-ին Վարդենիս բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի լեռնագործների փողոցի տներից մեկը եւ արձանագրել 1999 թվականին ծնված տղամարդու կենսաբանական մահը։ Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակը անկողնում պառկած վիճակում։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին։ Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Պաշտպանության նախարարությունը։ Սպայի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում եւ վայրում, ինչի վերաբերյալ ներքին գործերի նախարարության գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանություն են տվել։ Դեկտեմբերի 8-ին տեղական ժամանակով ժամը 14:35-ին Ջերմուկ քաղաքից 13 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-ից 3 բալ։ Երկրաշարժը գրանցվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կեչուտ եւ Գնդեված գյուղերում 1-ից 2 բալ ուժգնությամբ։ Նիկոլ Փաշինյանը կարող է միայն իր ղեկավարած աղանդավոր քահանաներին հրահանգ տալ, ոչ թե առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին Եվրամեդիա 24-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով եկեղեցու դեմ իշխանությունների ոտնձգություններին։ Նրա խոսքով այս իշխանությունն ունի ընդամենը 10 եպիսկոպոսի աջակցություն։ Ասեմ, ժողովրդական աջակցություն ակնհայտ է, որ չունի։ Ունեն 10 եպիսկոպոս, 50-ից ավել, ընդ որում դա միայն մայրաթոռն է, մյուս 3 աթոռներից նրանք չունեն որևէ աջակցություն։ 10 եպիսկոպոս ունեն, որոնց հարցը չգիտեմ ինչպես պետք է լուծվի, բայց ամեն դեպքում երեկվա նրանց այդ եպիսկոպոսներից առնվազն 4-ի արածը դա ուղղակի կարգալուծության հիմք է գնալ եւ մեկ այլ թեմում մասնակցել պատարագի։ Այդ թեմակալ առաջնորդի ուղիղ արգելքի պայմաններում։ Եվ դրանցից մեկը բերել էր իր քահանային։ Խոսքը Սիոն եպիսկոպոսին է վերաբերում, Արմավիրի թեմի քահանա էր, քահանան։ Դա ուղղակի այսպես բառեր չկան ուղղակի թե դա ինչպես բնութագրել։ Այսպեսի բան երևի մեր հողի վրա եղել է հարյուրամյակներ առաջ։ Օրինակ Բխիթար Գոշը իր դատաստանագրքում այս իրավիճակների մասին գրում էր եւ ամենածանր պատիժներն էր սահմանում։ Այդ ժամանակ եղել է, բայց հետո հարյուրամյակներ կարծում եմ չի եղել։ Ռուսաստանն ու Չինաստանը երրորդ համատեղ հակահրթիռային վարժանքներն են անցկացրել։ Այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժությունները անցկացվել են 2025 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի տարածքում։ Միջոցառման հստակ ամսաթիվը եւ մանրամասները չեն բացահայտվում։ Համատեղ զորավարժությունները ուղղված չեն որևէ երրորդ կողմի եւ ոչ մի ընդհանուր բան չունեն ընթացիկ միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակի հետ, ընդգծել են չինական գերատեսչությունում։ 2026 եւ 2027 թվականներին ԱՄՆ-ն $800 միլիոն կծախսի Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը, վկայակոչելով Պենտագոնի բյուջեի նախագիծը։ 2026 ֆինանսական տարվա համար Ուկրաինայի համար նախատեսված է $400 միլիոն, նշված է հրապարակված փաստաթղթում։ Նույն գումարը կծախսվի 2027 ֆինանսական տարում Կիևին օգնելու համար։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի առաջարկած օրինագիծը նաև պատերազմի նախարարությանը պարտավորեցնում է կոնգրեսին զեկուցել Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրման դադարեցման մասին։ Բյուջեի քվեարկությունը սպասվում է այս շաբաթ։ Եվրոպայում դժգոհ են Սպիտակ տան հետ մշտական կապի բացակայությունից եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկանխատեսելիությունից։ Այս մասին հայտնում է Politico-ն, վկայակոչելով անանուն եվրոպացի դիվանագետին։ Մենք հաճախ անակնկալի ենք գալիս։
Այդպիսին է Թրամփի բնույթը, ընդգծել է պարբերականի զրուցակիցը։ Դիվանագետը նշել է, որ առավել կարևոր խնդիր է Սպիտակ տան հետ մշտական կապի բացակայությունը։ Նրա խոսքով դրա պատճառով եվրոպական կողմի համար ավելի դժվար է տեղեկատվություն ստանալ ԱՄՆ-ից եւ ավելի դժվար է համոզվել, որ իր դիրքորոշումը հասցվել է Վաշինգտոնին։ Գերմանիայի իշխանությունները պետք է սկսեն քննարկել նախկին ԳԴՀ տարածքում խորհրդային անուններով փողոցների անվանափոխման հնարավորությունը։ Նման առաջարկով հանդես է եկել Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության կողմից բռնաճնշումների զոհերի գործերով Բունդեսթագի լիազոր Էվելին Ցուպկեն Բիլդին տված հարցազրույցում։ Պարբերականի տվյալներով Արևելյան Գերմանիայում կան ավելի քան 10 փողոցներ, որոնք անվանվել են Վլադիմիր Լենինի պատվին։ Կան նաև փողոցներ, որոնք կրում են ԳԴՀ առաջին նախագահ Վիլհելմ Պիկի եւ Սոցիալիստական հանրապետության նախարարների խորհրդի առաջին նախագահ Օտո Գրոտիևոլի անունները։ Գերմանիայի վերամիավորումից 35 տարի անց ոչ մի փողոց այլևս չպետք է կրի Լենինի, Գրոտիևոլի կամ Պիկի անունը։ Փողոցի անունը մեր այսօրվա ժողովրդավարական հասարակության կողմից ճանաչման արտահայտություն է։ Այդ նույն անձինք ընդհակառակը մարմնավորում են հազարավոր զոհերի տառապանքները, ընդգծել է Ցուպկեն։ Թայլանդի եւ Կամբոջայի սահմանի երկայնքով մարտեր են սկսվել։ Այս մասին գրում է Chaosit պորտալը։ Բանակը հայտնում է Թայլանդի եւ Կամբոջայի սահմանի մի քանի շրջաներում ռազմական բախումների մասին։ Մեկ զինվորական զոհվել է, եւս 4-ը վիրավորվել են, նշվում է հաղորդագրության մեջ։ Հայտնի է, որ 2005-ից 2025 թվականներին պետությունների սահմանի վիճելի հատվածներում բախումներ են տեղի ունեցել ծանր տեխնիկայի, հրետանու եւ ավիացիայի կիրառմամբ։ Հուլիսի 28-ի լույս 29-ի կեսգիշերին քարորիա սահմանային պատերազմից հետո դադարեցվել է կրակը։ Կողմերին հաջողվել է այս մասին պայմանավորվել Կուալա Լումպուրի բանակցություններում ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Մալազիայի աջակցությամբ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն գլոբալ անվտանգության համար։ ՄԻԴ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը անդրադառնալով Վլադիմիր Պուտինի Հնդկաստան այցին ընդգծել է, որ երեք պետությունների համագործակցությունը նպաստում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային խաղաղությանը եւ կայունությանը։ Վերջինիս խոսքով Ռուսաստանը, Չինաստանը եւ Հնդկաստանը մեծ տնտեսական խաղացողներ են եւ առանցքային դեր ունեն գլոբալ հարավում։ Նա նշել է, որ Պեկինը պատրաստ է շարունակել եւ վերականգնել երկխոսությունը Նյու Դելհիի հետ, ներառյալ հարաբերությունների նորմալացման ձևաչափերը։ Շպիգլի տվյալներով եվրոպացի դիվանագետների փորձերը քննադատել կամ ազդել Հնդկաստանի ներքին գործընթացների վրա կապված Պուտինի վերջին այցի հետ առաջացրել են դժգոհություն եւ վիրավորանք Նյու Դելհիում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունը մինչև 2030 թվականը նախատեսում է ոչ միայն ընդունել Ուկրաինային իր կազմը, այլև պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախմանը։ Նա նշել է, որ Բրյուսելը սկսել է լայնածավալ զինվածության ծրագիր, որի բացահայտ նպատակը դաշինքի ռազմական պատրաստվածությունն է հենց այդ տարեթվին։ Օրբանի խոսքով ԵՄ-ում արագացված ընթացակարգով Ուկրաինայի անդամակցության նպատակային ժամկետը նույնպես 2030-ն է, ինչը իր խոսքով կարող է իրավիճակ, որտեղ ապագա բախումը Ռուսաստանի հետ դառնում է ավելի հավանական։ Հունգարիայի վարչապետը նաև հիշեցրել է, որ դաշինքի կանոններով, եթե կոնֆլիկտը ծագի որևէ անդամ պետության տարածքում, մյուս երկրները պարտավորվում են ներգրավել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում էր, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը ավելի հեշտ կլուծվեր, քան իրականում եղել է։ Ռուսաստան եւ Ուկրաինա կարծում են, որ դա մի փոքր ավելի հեշտ կլինի, բայց իրականում դա շատ ծանր պատերազմ է, խոստովանել է ամերիկացի առաջնորդը։ Ավելի վաղ ԱՄՆ ղեկավարը մեկնաբանելով Ուկրաինայի հարցով բանակցությունները հայտարարել էր, որ Ռուսաստանի դաշնությունը շահագրգռված է հակամարտության ավարտով։ Նա հավելել է, որ Կիևը նույնպես ցանկանում է ճգնաժամի կարգավորում։ Եվրամիությունը լուրջ մարտահրավերների է բախվում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի զինված հակամարտության կարգավորման միջնորդության փորձերի եւ Տրասատլանտյան դաշինքի ներսում առաջացած սպառակտման ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը։ Հրապարակումը նշում է, որ եվրոպացի դիվանագետները հաճախ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական քաղաքականությունը համեմատում են ամերիկյան ոլորանների հետ եւ այժմ նրանք կտրուկ անկում են ապրում։
Հոդվածում նշվում է, որ եվրոպացի առաջնորդները խորապես մտահոգված են Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու փորձերով, ինչը կհամարվի արևմուտքի կապիտուլյացիա։ Գործակալությունը շեշտում է, որ Թրամփի քայլերը խաթարել են նրա վարչակազմի նկատմամբ վստահությունը Եվրոպայում եւ բարձրացրել են գոյաբանական հարցը։ Արդյոք եվրոպական երկրները կարող են պաշտպանվել տրանսատլանտյան դաշինքի փլուզման պայմաններում։ Շատ ուկրաինացիներ ցանկանում են, որ հակամարտությունը ավարտվի, բայց նրանք չեն կարող դա բացահայտ ասել։ Նման կարծիք է հայտնել լրագրող Թոմաս Ֆազին։ Ակնհայտ է, որ սովորական ուկրաինացիների մեծամասնությունը ցանկանում են, որ պատերազմը ավարտվի ցանկացած գնով, բայց նրանք չեն կարող դա բարձրաձայն ասել նույնիսկ անձնական զրույցներում, քանի որ նրանց կձերբակալեն, ընդգծել է լրագրողը։ Ֆազիի խոսքով, սա Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու ոստիկանական պետության սարսափելի իրականությունն է։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կորնելյուսը։ Զրույցի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքի խաղաղ կարգավորման հեռանկարները։ Մասնավորապես Մերցը աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի ճգնաժամը լուծելու ծրագրին։ Մերցի խոսքով Պաղեստինի ազգային վարչակազմը պետք է անհապաղ սկսի անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը։ Նպատակը պետք է լինի երկու պետությունների լուծման հասնելը, հայտնել է Գերմանիայի կանցլերը։ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի ֆոնին Միացյալ Նահանգները Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հեռացման ուղին են դրել։ Այս մասին Իզվեստիա թերթին ասել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։ Բյուրոյի աշխատանքը չէր կարող իրականացվել այդքան կոշտ ձևով, օրինակ գործարար Թիմուր Մինդիչի դեմ մեղադրանք առաջադրելով եւ նախարարներին ձերբակալելով առանց ամերիկացիների ուղղակի հրամանի։ Սա հստակ ցույց է տալիս, որ ամերիկացիները Զելենսկու հեռացման ուղին են ընտրել, ընդգծել է նա։ Ավելին, քաղաքագետ Վասիլի Վաքարովը նշել է, որ Զելենսկին կարող է իր հրաժարականի մասին հայտարարել ուկրաինացի ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում։ Ֆլորիդայում ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև հանդիպումը չկարողացավ մեծ առաջընթաց ապահովել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում, գրում է Bloomberg-ը։ Չնայած դրական խոսույթին քիչ նշաններ կային բանակցություններին նոր խթան հաղորդող մեծ առաջընթացի մասին, հաղորդում է հրատարակությունը։ Դեկտեմբերի 5-ին Ուկրաինան հայտարարեց ԱՄՆ-ի հետ նոր հանդիպման մասին։ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը Կիևի այլ պատվիրակների հետ միասին հանդիպում ունեցավ ԱՄՆ ներկայացուցիչների հետ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը քննարկելու համար։ Մեծ Բրիտանիան նախընտրում է, որ Նորվեգիան կրի ռուսական ռազմական սուզանավերի հետևման ռիսկը։ Այս մասին ՌԻԱ Նովոստին տված հարցազրույցում ասել է Նորվեգիայում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը, մեկնաբանելով Լոնդոնի եւ Օսլոյի ռուսական սուզանավերի հետևման ծրագրերը։ Նրա խոսքով Մեծ Բրիտանիան չի թաքցնում, որ այս միջոցառումները ուղղված են Ռուսաստանի ռազմական զսպմանը, եւ Լոնդոնը նախընտրում է նման ռիսկային առաջադրանքներ իրականացնել լիազորված ուժերի միջոցով։ Կորչունովը նաեւ ենթադրել է, որ ՆԱՏՕ-ի երկրները վերին հյուսիսը դիտարկում են որպես ռազմական գործողությունների հնարավոր թատերապեմ։ Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Ես նաև այդ հարցն եմ բարձրացրել։ Այդ զգայուն շատ կարևոր հարցը պետք է օր առաջ լուծվի։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստան դաշինքի падգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Սրբազանին պետք է հնարավորություն ընձեռվի իր բժշկի հսկողությամբ եւ անմիջական մասնակցությամբ կատարվի վիրահատություն։ ՔԿՀ-ներում գրանցվող տխուր վիճակագրությունը մեզ զգոնության սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պիտի անենք, որ գրանցված 23 մահերը չդառնան 24։ Ցավով ուզում եմ նաև ասել, որ կարող է այդ 24-րդը Աստված մի արասցե լինի Սրբազան հայրը։ Եթե վիրահատության կարիք կա, ուրեմն լուրջ չէ, որ մարդը վիրահատության կարիք ունի, նշել է Գառնիկ Դանիելյանը։ Մեծի տան Ընկելիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Կոչ են անում չմիջամտել Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին, խուսափել այնպիսի քայլերից, որոնք եկեղեցական միջավայրում կարող են պառակտումի հիմք ստեղծել եւ հակասահմանադրական ու անընդունելի են սպառնալով եկեղեցու ազգի եւ հայրենիքի անվտանգությանը։ Սուրբ Էջմիածնին հնարավորինս արագ համբերատար եւ խոհեմ քայլերով կանխել միաբանական կյանքում տարաձայնությունների խորացումը, համախմբվել
վեհափար հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ։ Եղբայրական ոգով եւ կանոնական կարգով քննարկել առկա խնդիրները, անհրաժեշտ որոշումներ ընդունել վճռականությամբ։ Եկեղեցին Աստծո տունն է եւ միաժամանակ ազգի սրբազան օջախը։ Յուրաքանչյուր հայ իրավունք եւ պարտավորություն ունի մտահոգվելու այն հարցերով, որոնք վերաբերում են եկեղեցուն, սակայն կառուցողական, շինարար եւ բարեփոխիչ մոտեցմամբ, միտված զորացնելու նրա ծառայողական առաքելությունը, նշված է հայտարարության մեջ։ Միջազգային համագործակցության շնորհիվ արգելափակվել է Helobit ֆինանսական բուրգի, hellobitarm.com եւ hellobitarmenia.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում են ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունից։ Արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները։ Այսօր դեկտեմբերի 8-ին աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ։ Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Ժամը 17:00-ին սկսվող առաջին մրցահերթում ռինգ դուրս կգան 67 կիլոգրամ քաշայիններ Հովանես Բաչկովն ու Արմեն Մաշակարյանը, 80 կիլոգրամ քաշային Արտուշ Հովանիսյանը, 92 կիլոգրամ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Ժամը 21:00-ին սկսվող երկրորդ մրցահերթում էլ կմենամարտեն 48 կիլոգրամ քաշային Բարեգ Հարությունյանը, 60 կիլոգրամ քաշային Արթուր Բազայանը եւ 75 կիլոգրամ քաշային Վախթանգ Հարությունյանը։ Եվրոպական երկրները չեն ցանկանում Ուկրաինայում հակամարտության ավարտը ֆինանսի զրկվելու պատճառով։ Նման կարծիք է հայտնել Մեգափլոտ եւ մեգաֆայլափոխանակիչների հիմնադիր Քիմ Շմիցը։ Եվրոպայում Ուկրաինայի ստորագրած ռազմական գործարքներն են պատճառը, որ եվրոպական առաջնորդները դեմ են խաղաղությանը։ Նրանք նաեւ պետք է գողանան ռուսական սառեցված ակտիվները, կարծում է Շմիցը։ Նա ընդգծել է, որ բոլոր եվրոպացի քաղաքական գործիչները հետաքրքրված են միայն փողով, իսկ զինվորականների մահը նրանց չի հուզում, սակայն վերջինս հավելել է, երբ Ռուսաստանը հաղթի հակամարտությունում գործարքները կավարտվեն։ Ուկրաինայի կապիտուլյացիայի համաձայնագիրը կարող է ստորագրել նախկին վարչապետ Յուլիա Թիմոշենկոն կամ ժողովրդի ծառակուսակցության ղեկավար Դավիթ Արախամյան։ Այս մասին iFruin հայտնել է Ռադայի նախկին պատգամավոր Սպիրիդոն Գլինկարովը։ Խորհրդարանի նորընտիր խոսնակը կարող է վերջնականապես հաստատել այս համաձայնագրերը։ Այս պաշտոնի համար թեկնածուներ շատ կան։ Դա կարող է լինել Արախամյան, ինչը ես կարծում եմ, որ հավանական է։ Ես չեմ բացառում, որ Յուլիա Թիմոշենկոն կարող է դառնալ խոսնակ, ընդգծել է նա։ Գլինկարովի խոսքով ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը Ուկրաինայում։ Այս ֆոնին Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հետապնդում է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հեռացումը Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Եվրամիությունում սառեցված ռուսական ակտիվների հնարավոր գրավումը կարող է ազդել եվրոյի որպես համաշխարհային պահոստային արժույթի դերի վրա։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը։ Նշվում է, որ եվրոյով արտահայտված ակտիվները կազմում են աշխարհի կենտրոնական բանկերի կողմից պահվող արժույթի պահոստների մոտ 20%-ը։ Այս առումով եվրոն զիջում է միայն ԱՄՆ դոլարին, որը կազմում է համաշխարհային արտարժույթի պահոստների գրեթե 60%-ը։ Այնուամենայնիվ, եթե Եվրամիությունը որոշի արգրավել ռուսական ակտիվները, Կենտրոնական բանկերը եւ մասնավոր ներդրողները կասկածի տակ կդնեն եվրոպական արժեթղթեր գնելու արժեքը։ Մինչդեռ Եվրոպական կենտրոնական բանկը կասկածանքով է արտահայտվել ռուսական ակտիվների արգրավման սխեմայի վերաբերյալ եւ մատնանշել դրա ռիսկերը։ Հոդվածում նշվում է, որ մի քանի եվրոպական երկրներ, որոնք վաղուց դեմ են այդ ծրագրին, փոխել են իրենց դիրքորոշումը եւ այժմ աջակցում են դրան։ ԱՄՆ միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար հաջողության հնարավորություն ունի, չնայած բանակցությունները կարող են անմիջապես չդադարեցնել մարտական գործողությունները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, գրում է TASS-ը։ ԱՄՆ-ի բացակայության դեպքում Եվրոպան պետք է ավելի ստեղծագործություններ փնտրի, ավելի դիմացկուն դառնալու համար։ Ես կարծում եմ, որ այս պատերազմն ավարտելու միակ կենսունակ ճանապարհը բանակցություններին անկեղծորեն եւ վճռականորեն մասնակցելն է, ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ ՆԱՏՕ-ի երկրները վերին հյուսիսը դիտարկում են որպես ռազմական գործողությունների հնարավոր թատերապեմ։ ՌԻԱ Նովոստին ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ Դիվանագետի խոսքով արևմտյան երկրները տարածում են կեղծ պատմություններ Արկտիկայում Չինաստանի կողմից ենթադրաբար աջող սպառնալիքի մասին, բայց իրականում բոլոր ոչ արկտիկական պետություններից հենց Հյուսիսատլանտյան դաշինքի տարածաշրջանային անդամ պետություններն են եւ հատկապես Մեծ Բրիտանիան, որոնք ամենամեծ լարվածությունն են բերում բարձր լայնություններ։ Դեսպանը նշել է, որ արևմտյան երկրները չեն ցուցաբերում ռազմական զսպվածություն եւ վերին հյուսիսը դիտարկում են որպես ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմ։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցու մասնակցել է պատարագի։ Գյումրու Վարդանանց հրապարակի շուրջ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու եւ Յոթվերք եկեղեցու շուրջ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագից առաջ։ Շիրակի թեմի բոլոր հոգեվորականները հրաժարվել էին պատարագի ընթացքում զեղչել վեհափառ Հայրապետի անունը եւ Փաշինյանն իր հետ քահանաներ էր տարել պատարագ մատուցելու։ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիի Սուրբ Յոթվերք եկեղեցում նաև Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը, Մասյոցատնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին ժամը 20:00-ին։ Այս մասին տեղեկությունը հայտնել են Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Ողջ աշխարհը հիշում է 20-րդ դարի ամենամասշտաբային ողբերգություններից մեկը 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը։ Տյումենի հայկական սփյուռքի նախագահ բարերար Ռուսաստանի վաստակավոր շինարար Աբրահամ Հովեյանը ԶԼՄ-ների հետ զրուցել է հայրենիքն ընդմիշտ փոխած ողբերգական իրադարձության մասին։ Երկրաշարժը տևեց ընդամենը 30 վայրկյան, բայց այդ ժամանակը բավարար էր, որպեսզի մի ողջ հայ սերնդի երազանքները փշրվեն։ Այդ ցուրտ ձմեռային առավոտյան երկիրը ցնցվեց 25,000 մարդ մահացավ շենքերի փլատակների տակ, իսկ մոտ կես միլիոնը մնաց անօթևան։ Այս ողբերգական օրը ընդմիշտ կմնա մեր հիշողության մեջ որպես անդառնալի կորստի եւ մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ, նշել է Աբրահամ Հովեյանը։ Տյումենը լինելով երկրի հիմնական արդյունաբերական շրջաններից մեկը, հսկայական օգնություն է ցուցաբերել Հայաստանին։ Կամավոր փրկարարներ, շինարարներ եւ բժիշկներ են ուղևորվել աղետի գոտի, ավերակները մաքրելու, ժամանակավոր բնակարաններ եւ ենթակառուցվածքներ կառուցելու, ինչպես նաեւ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Ամբողջ մարզը մասնակցել է մարդասիրական պարագաների հավաքագրմանը։ Այն աննախադեպ համերաշխությունը ըստ Ռուսաստանի վաստակավոր շինարարի հավերժ մնացել է հայ ժողովրդի հիշողության մեջ եւ ամրապնդել է ազգերի միջև կապը։ Հովեյանի խոսքով հայ ժողովուրդը հատուկ երախտագիտություն է հայտնել Նիկոլայ Ռիժկովին, ով պարգևատրվել է Հայաստանի բարձրագույն ազգային պարգևով ազգային հերոսի շքանշանով։ Բորիս Չերպինյան, որը գլխավորում է երկրաշարժի հետևանքների վերացման կառավարման հանձնաժողովը, նույնպես կարևոր դեր է խաղացել։ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայում տարածքային հարցի լուծման նոր տարբերակներ խաղաղ բանակցությունների ընթացքում, հաղորդում է Axios-ը, հղում անելով աղբյուրներին։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին 2 ժամ քննարկել է այս հարցը եւ անվտանգության երաշխիքները ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի եւ նրա փեսայի Ջարեդ Քուշների հետ, նշվում է հաղորդագրության մեջ։ Պորտալի աղբյուրներից մեկը տարածքների վերաբերյալ քննարկումը որակել է որպես դժվար։ Նրա խոսքով Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան Դոնբասի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Մինչդեռ ԱՄՆ-ն փորձում է մշակել այս հարցի լուծման նոր մոտեցում։ Ի տարբերություն իր եվրոպացի դաշնակիցների, ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Վիթմաքերը չի կարծում, որ Ռուսաստանը մտադիր է հարձակվել դաշինքի վրա։ Նա այս մասին հայտարարել է Կատարում տեղի ունեցած ֆորումի ժամանակ։ Ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա մոտ ապագայում, եթե ընդհանրապես տեղի ունենա։ Կարծում եմ հավանականությունը շատ ցածր է, կարծիք է հայտնել դիվանագետը։ Միևնույն ժամանակ դեսպանը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում ԱՄՆ-ն, լուրջ են վերաբերվում կազմակերպության կանոնադրության 5-րդ հոդվածով ստանձնած իրենց պարտավորություններին։ Անկարայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը ըստ Անդալոու գործակալության հայտարարել է, որ Ռուսաստանը իր քաղաքականությունը կառուցում է 100-ամյա հեռանկարով։ Մենք գործ ունենք չինացիների հետ, ովքեր նայում են 50-ամյա հեռանկարին։ Մենք գործ ունենք ռուսների հետ, ովքեր նայում են 100-ամյա հեռանկարին։ Մենք գործ ունենք բոլոր երկրների իշխանության գլուխ գտնվողների հետ, ովքեր ունեն երկարաժամկետ ծրագրեր, առաջընթաց եւ տեխնոլոգիա, ընդգծել է հատուկ ներկայացուցիչը։ Խոսելով Թուրքիայի մասին, դիվանագետը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բարեկամության մասին։ Նա հայտնել է, որ երկու առաջնորդները այս կապը հաստատել են անսովոր հարաբերությունների միջոցով։
Եվրոպան ապագա չունի առանց Ռուսաստանի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ավստրալիացի պատմաբան Քրիստոֆեր Քլարկը։ Նա նշել է, որ պետք է խուսափել մեծ պատերազմից։ Սա նշանակում է 3 բան։ Առաջինը, բանակցությունները պետք է վերսկսվեն։ Երկրորդ, Եվրոպայի համար իրատեսական մարդասիրական ապագա չկա առանց Ռուսաստանի, ասել է պատմաբանը։ Քլարկը հավելել է, որ Եվրոպան պետք է ապագայի ծրագրեր կառուցի, որոնք կներառեն Ռուսաստանը։ Նա նաև կոչ է արել հրաժարվել այն պարտության մատնելու գաղափարից։ Վաշինգտոնը մտադիր է կայունացնել Սիրիան եւ աշխատել այն մերձավոր արևելքում կառուցողական խաղացողի վերածելու ուղղությամբ։ Դա է վկայում Սպիտակ տան կողմից հրապարակված ԱՄՆ նոր ազգային անվտանգության ռազմավարությունը։ Սիրիան մնում է պոտենցիալ մարտահրավեր, սակայն Ամերիկայի, արաբական երկրների, Իսրայելի եւ Թուրքիայի աջակցությամբ այն կարող է կայունանալ եւ վերականգնել իր արժանի տեղը, որպես տարածաշրջանում ինտեգրալ եւ կառուցողական խաղացող, նշվում է փաստաթղթում։ ԱՄՆ-ն այլևս մերձավոր արևելքը չի համարում իր արտաքին քաղաքականության գերիշխող գործոն, քանի որ այն այլևս մշտական գրգռիչ չի ներկայացնում։ Թարմացված ռազմավարությունը մասնավորապես ուրվագծում է Աբրահամի համաձայնագրերի հետագա ընդլայնման ծրագրերը։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի հայոց թեմը։ Մենք Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի հայոց թեմի բոլոր հոգեվորականներս, թեմական խորհրդի անդամներս եւ խաչքավորներս միաձայն մեր խորին մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ։ Խստակույնս դատապարտում ենք իշխանությունների, հայ առաքելական եկեղեցու ներքին հարցերին ապօրինի միջամտություններն ու պառակտիչ գործողությունները, ամենայն հայոց կաթողիկոսի եւ մի շարք բարձրաստիճան հոգևորականների թիրախավորումը, ազատազրկումն ու նրանց նկատմամբ սանձազերծված վարկաբեկիչ արշավը, հոգևորականների ու ազգային նվիրյալի հանդեպ բռնաճնշումները, եկեղեցիների բռնազավթումը, պատարագի սրբազան արարողության կամ մայական աղճատումները եւ մի շարք հակականոնական եւ մոլորեցնող երևույթներ, որդիական խոնարհությամբ մեր զորակցությունն ենք հայտնում Գարեգին B ամենայն հայոց կաթողիկոսին։ Ռազմական ավիացիայի վետերան Ռուսաստանի վաստակավոր օդաչու եւ գեներալ-մայոր Վլադիմիր Պոպովը 2 վարկած է առաջադրել Իռլանդիայի երկնքում Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու ինքնաթիռը հետապնդած անծանոթ դրոնների վերաբերյալ։ Նա նշել է, որ սարքերը կարող էին նպատակային որսալ Զելենսկուն կամ լինել փորձարկումների պատահական հետևանք։ Միջադեպը տեղի էր ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու այցի ժամանակ, երբ նրա ինքնաթիռը օդում ուղեկցել էին 4 անճանաչելի թռչող սարքեր։ Դուբլինին մոտենալիս դրոնները հանկարծ փոխել էին ուղղությունը եւ շարժվել դեպի իռլանդական ռազմական նավ, որը նախորդային գաղտնի տեղափոխվել էր Իռլանդիայի ծովի տարածք։ Պոպովի գնահատմամբ միջադեպը կարող էր լինել տարբեր հատուկ ծառայությունների կազմակերպված գործողություն, Զելենսկուն ցույց տալու, թե ինչ կարող է իրեն սպասել որոշ պայմաններում։ Վերջինս չի բացառել նաև այլ տարբերակ։ Նրա խոսքով Զելենսկու ինքնաթիռի երթուղին կարող էր պատահաբար համընկնել նոր դրոնների փորձարկումների հետ, իսկ իշխանությունները նախօրոք չեն զգուշացրել, օրինակ ծախսերը խնայելու համար։ Իռլանդիայի ոստիկանությունը արդեն սկսել է միջադեպի քննությունը, որը հանձնվել է ազգային անվտանգության եւ հակահաբեկչական գործով զբաղվող հատուկ ստորաբաժանմանը։ Եվրոպայի երկրները առանց Ռուսաստանի իրատեսական ապագա չունեն։ Այս մասին հայտարարել է ավստրալացի պատմաբան Քրիստոֆեր Քլարկը։ Եվրոպան չունի իրատեսական մարդկային ապագա առանց Ռուսաստանի, ասել է պատմաբանը։ Քլարկը կոչ է արել եվրոպական երկրներին բանակցություններ սկսել Մոսկվայի հետ, որպեսզի թույլ չտա ուկրաինական հակամարտությունը վերաճել մեծ պատերազմի։ Վերջինս նաև խորհուրդ է տվել Եվրոպային բաժանվել Ռուսաստանի նկատմամբ երկարաժամկետ հաղթանակի հասնելու հնարավորության մասին մտքից։ Մեծ հավանականությամբ Մոսկվան հետ չի ստանա իրեն պատկանող միջոցները, որոնք պահվում էին Եվրոպայում, քանի որ Եվրամիությունը արդեն վաղուց է դրանք ծախսել։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ ամերիկագետ Դմիտրի Դրոբնիցկին։ Ամենայն հավանականությամբ եվրոպացիներն այդ գումարները վաղուց արդեն ծախսել են իրենց կարիքների համար, ուստի այդ գումարները վերադարձնելու համար հարկավոր է կամ ինչ-որ տեղ վերավարկավորվել կամ հանել ընթացիկ սեփական բյուջեից, ասել է փորձագետը։ Դրոբնիցկու խոսքով Եվրամիությունը չի պատրաստվում անել ոչ մեկը, ոչ մյուսը։ Նա նշել է, որ եվրոպացիների համար այդ միջոցները վաղուց արդեն պարտք են դարձել։
Հենց դրա հետ է կապված Բելգիայի դժկամությունը Ուկրաինայի ռուսական ակտիվների համար վարկ տրամադրել, ընդգծել է քաղաքագետը։ Քանի որ ակտիվները չկան, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևը կվերադարձնի իրեն փոխանցված միջոցները։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ի գիշերը շրջանների զգալի մասում 9-ից 10-ը, 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային եւ առանձին նախալեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 8-ի գիշերն առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։ Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ից 12-ն Արարատյան եւ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ից 3-ը կբարձրանա 3-ից 4 աստիճանով։ Երևան քաղաքում 8-ի գիշերը 9-ի երեկոյան 10-ին 12-ին սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 9-ի գիշերը 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցման պայմանավորված հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 8-ի գիշերը սպասվում են տեղումներ։